Գրենլանդիայի վարչապետ Էգեդեն հարցազրույց է տվել եւ ասել, որ կղզու բնակիչները չեն ցանկանում Միացյալ Նահանգների հետ շփում ունենալ, ավելի սերտացնել իրենց հարաբերությունները այն համատեքստում, ինչ քաղաքականություն, որ սկսել է վարել Թրամփը, իսկ նա պնդում է, որ կղզին պետք է անցնի Միացյալ Նահանգների տիրապետության տակ։ Դուք հիմա մի տեղում եք բնակվում Դանիայի թագավորությունում, որին պատկանում է այդ կղզին։ Ինչ վերաբերմունք ունեն տեղացիները կղզին կորցնելու հանդեպ վախ արդյոք կա թե ոչ, եւ ինչու՞ չէ նաև հայ համայնքին որքան է մտահոգում այս հարցը եւ արդյոք կղզում ապրող հայերի դուք գիտեք։ Ուրեմն սկսեմ նրանից, որ այո, իհարկե դանիացիները շատ մտահոգված են այս զարգացումներից, այսինքն ոչ թե հենց կղզին կորցնելն է մտահոգիչ, այլ Թրամփի ռետորիկան, որ այսինքն ոչ մի զիջում չհանդուրժող, որ միևնույն է մենք վերցնելու ենք կղզին եւ այլն, այդ կարգի ռետորիկան շատ անհանգստացնում է տեղացիներին, ընդ որում շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ, քանի որ ԱՄՆ-ն Դանիայի դաշնակիցն է եւ այստեղ շատ դրական վերաբերմունք կա ԱՄՆ-ի նկատմամբ։ Թրամփի հայտարարություններից հետո միանգամից դա փոխվեց, ԱՄՆ-ն հանկարծ դարձավ թշնամի ու մարդիկ սկսել են բոյկոտել օրինակ Ամերիկայի արտադրությունը հենց այս համատեքստում ու շատ ավելի մեծ վախ կա, որ սա տնտեսական հետևանքներ կունենա Դանիայի համար, ոչ թե կղզին կորցնելը, այլ որ կղզին չտալու արդյունքում հնարավոր է ԱՄՆ-ն օրինակ սանկցիաների տակ դնի Դանիային։ Բայց Գրենլանդիան ինքը միշտ ընկալվել է որպես գրենլանդացիների հայրենիք, Դանիան գաղութացրել է կղզին ու կա ինչ որ տեսակի, չգիտեմ, կոնսենսուս, որ մի օր կղզին պիտի անկախանա այսպես թե այնպես, այսինքն կղզին կորցնելը չի հենց ինքը կղզին կորցնելը չի որ անհանգստացնում է, այլ ԱՄՆ-ի ռետորիկան, ինչ վերաբերում է հայ համայնքին, ես չեմ տեսել հայ համայնքում նման քննարկումներ ընդհանրապես եւ ոնց հասկանում եմ հայ համայնքին առանձնապես չի հետաքրքրում Գրենլանդիայի հարցը։ Իսկ կղզում կան հայաբնակներ։ Ճիշտն ասած չեմ կարող ասել, ուղղակի ես գիտեմ որ հայեր ամենտեղ կան, դրա համար վախենում եմ ասել որ չկան, ես ինքս չգիտեմ։ Տեսեք, դուք ասացիք, որ տեղի բնակիչները վախենում են ոչ այնքան կղզին կորցնելուց, որքան Դոնալդ Թրամփի հռետորաբանությունն է նրանց վախեցնում կամ դուրեկան չէ։ Մենք կարող ենք ասել, որ Թրամփը անցավ կոշտ քաղաքականության, հատկապես երկրորդ պաշտոնավարման շրջանում, նաև Գրենլանդիայի հարցում, քանի որ ես գիտեմ, առաջին պաշտոնավարման ժամանակ դեռ այսպիսի նկրտումներ ուներ նա։ Դե այո, իհարկե առաջին պաշտոնավարման ժամանակ սպառնալիքներ չի հնչեցրել, իսկ այս անգամ շատ հստակ սպառնալիքներ է հնչեցրել։ Առաջին անգամ նույնիսկ այստեղ մարդիկ ծիծաղում էին ու այն ժամանակ էլ վարչապետը շատ կոշտ պատասխան տվեց, որ Գրենլանդիան չի վաճառվում։ Իսկ հիմա ավելի անհանգիստ են հետևանքները ինչ կլինեն, եթե, որովհետև Դանիան էլի չի պատրաստվում Գրենլանդիան վաճառել կամ Գրենլանդիան տալ։ Դուք հռետորաբանության փոփոխությունը չեք պայմանավորում նաև դրանով, որ առաջին этаպում այսպես փորձել են ամերիկյան soft փափուկ գործիքակազմով հասնել արդյունքի եւ հիմա արդեն անցել են ավելի կոշտին։ Եվ սրան իդեպ ինչպես է քաղաքական էլիտան վերաբերում եւ ինչ նոր մարտավարություն է պատրաստվում այս իմաստով։ Չէի ասի, առաջին անգամ ասելը Գրենլանդիան մեզ վաճառեք, դա արդեն բավական կոշտ է։ Փափուկ ռետորաբանություն կլիներ, որ օրինակ ԱՄՆ-ն ինչ որ ուժերի ֆինանսավորեր Գրենլանդիայում, որոնք փորձեին անկախության ձգտել ու արտաքինից անկախություն ստանար Գրենլանդիան, բայց իրականում կառավարվեր ԱՄՆ-ի կողմից, այսինքն ունենային ԱՄՆ-ի ենթակա իշխանություններ, բայց դա առայժմ չի կատարվում։ Իհարկե դրա վտանգն էլ կա, որովհետև այս ամենի համատեքստում Գրենլանդիան, այսինքն գրենլանդացիները, գրենլանդացի ակտիվիստները շատ ուրախացել են այն առումով, որ հիմա Գրենլանդիայի մասին ամբողջ աշխարհում խոսում են ու դա կարող է օգտագործվել անկախանալու համար, անկախության process-ը արագացնելու համար, բայց նաև այդ վտանգը կա, որ այն պահին Գրենլանդիան անկախացավ, ԱՄՆ-ն կարող է մտնել կամ փափուկ կամ կոշտ ձևերով։ Իդեպ դուք ինչով կարող եք պայմանավորել նաև երրորդ ճանապարհով չգնալու, այսպես ասած, Միացյալ Նահանգների քաղաքականություն, այսինքն ավելի փափուկ գործիքակազմով։ Արդյոք դրա պատճառը նաև գրենլանդացիների կուռ լինելը չէ։ Իհարկե գրենլանդացիները շատ կուռ ժողովուրդ են իրենց արժեքներով, իրենց մշակույթով, ինչը շատ-շատ հեռու է ԱՄՆ-ից։
Այսինքն նրանք շատ այսպես կոլեկտիվիստ մշակույթ են, իրենք իրար մասին հոգ տանող, այնտեղ հավասարություն է տիրում եւ այլն, այսինքն շատ ուրիշ է։ Դա էլ կարող է լինել, բայց ես չեմ կարող, ես Գրենլանդիայում չեմ եղել եւ չեմ կարող ասել, թե այդ փափուկ միջոցները չեն կիրառվում, որովհետեւ դրանք սովորաբար շատ անտեսանելի են մինչեւ արդյունք տալը։ Դանիայի քաղաքական էլիտան ինչպես է վերաբերվում այս ամենին, արտակուստ ինչ նախանշաններ է ցույց տալիս եւ որից ինչ հետեւություն կարելի անել։ Արդյոք Դանիան երբևէ պատրաստ է լինելու գնալ այս սիջմանը։ Դանիայի իշխանությունները շատ հստակ ասում են, որ սա Գրենլանդիայի որոշելիքն է, այսինքն եթե ուզում են ԱՄՆ-ին միանալ, կարող են միանալ, եթե ուզում են անկախանալ, կարող են անկախանալ։ Իհարկե Դանիան ինքը շատ նուրբ իրավիճակում է այստեղ գտնվում, որովհետև էլի հակա է վախը կղզին կորցնելու, որովհետև էլի ռեսուրս է եւ այլն, ու շատ դժվար է թույլ տալը, որ անմիջապես կղզին պոկվի։ Իհարկե, պաշտոնապես նրանք ասում են, որ Գրենլանդիան դեռ պատրաստ չէ անկախ լինելու, բացի դրանից Դանիայից ահագին ֆինանսական օգնություն են ստանում, անկախանալ կնշանակի այդ ֆինանսական օգնությունը չստանալ ու նաև էլի ասում է, որ այդ ֆինանսական օգնությունը եթե չստանան, չեն կարող գոյատևել եւ այլն։ Այսպեսի ինչ որ հարցեր են քննարկվում։ Կա նաև կուսակցություն ծայրահեղ աչերից լսել եմ կոնկրետ մեկը Եվրոպարլամենտից, որ մոտավորապես այսպիսի պատասխան է տվել Թրամփին, Գրենլանդիան 800 տարի եղել է Դանիային ու կմնա Դանիային մոտավորապես այսպես, որը մենք թարգմանում ենք մենք, որ Գրենլանդիան գաղութացրել էինք, դուք ուր էիք։